Իրանում պատերազմի ֆոնին վտանգի տակ է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը։ Իրանում հայկական մշակութային ժառանգությունը ձևավորվել է հատկապես 17-րդ դարում Շահ Աբասի օրոք, երբ ջուղայի հայերը տեղափոխվեցին Իրան եւ հիմնադրեցին նոր ջուղաթաղամասը Իսֆահան քաղաքում։ Այստեղ կառուցվեց նաեւ վանքի մայրտաճարը հայկական եւ պարսկական ճարտարապետության համադրությամբ։ Պատերազմի առաջին օրից այս քաղաքը թիրախում է։ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվում են միջնադարյան նշանակալի վանական համալիրներ Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Ստեփանոսի վանքերը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նույն տարածաշրջանում է նաեւ 14-րդ դարի Ջորջորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 20-րդ դարում ջրամբարի կառուցման պատճառով քար առ քար տեղափոխվել է եւ այսօր վերականգնված ու պահպանվող հուշարձան է։ Մայրաքաղաք Թեհրանում հայկական համայնքի հոգեվոր կենտրոնը Սուրբ Սարգիս եկեղեցին է, գործում են նաև Սուրբ Թարգմանչած եւ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Եկեղեցիներ եւ հայկական գերեզմանոց կա նաև Թավրիզում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում։ Բացի եկեղեցիներից ու վանական համալիրներից Իրանում շարունակում են գործել հայկական դպրոցներ, մշակութային միություններ եւ թանգարաններ։ Այսպիսով Իրանում հայկական հսկայական ժառանգությունը այսօր կանգնած է նոր սպառնալիքների առաջ։